Ողջույն Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու եմ լրագրող Հակոբ Կարապետյանի հետ, ողջույն Հակոբ։ Ողջույն։ Արդեն մոտ 2 շաբաթ է ներքաղաքական դաշտը մեղմ ասած անհանգիստ է, ինչ գնահատական կտակ առհասարակ այս ամեն ինչին, ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում սա։ Կարծեմ մի քիչ ավելի երկար, տրամաբանությունը շատ հստակ է եւ հայտնի է եւ կարծես թե չի էլ թաքցվում, մտել ենք մոտարապես այն ժամանակից, երբ հայտարարվեց արդեն 26 թվականի ընտրությունների օրը, այդ պահից սկսած իրադարձությունները ակտիվանում են եւ խոսույթը համապատասխան կերպով նաեւ ակտիվանում է եւ սրվում է։ Եվ ցանկացած գործողություն կլինի, չգիտեմ, եկեղեցու, հա, գիտեմ, որ եկեղեցու մասին եք հարց տալու, նաև եկեղեցու դեմ էս սանձազերծված պատերազմի մասին եք հարց տալու, ցանկացած գործողություն ինչ էլ անունը դրվի, հա, չգիտեմ, հարկային թափանցիկություն, թե կուսակրոնության ուխտի պահպանման համար պայքար, այդ ամեն ինչը կապված է բացառապես մի բանի հետ, դա նախընտրական շրջանն է։ Այս իրադարձություններին զուգահեռ ամեն օր մեզ մասնավորապես իշխանության ներկայացուցիչները զարմացնում են իրենց խոսույթով եւ բառապաշարով, միջազգային մամուլը անգամ դժվարանում է դրանք թարգմանել գլխագրերում դնելու համար։ Մենք մի առիթով էլ խոսել ենք ատելության խոսքի վերաբերյալ վերահսկողության ընտրողական վերաբերմունքի մասին, այս դեպքում էլ նույն պատկեր ունենք, թե ամեն ինչ ավելի վատ է։ Այո, ատելության խոսքը մեր ուրեմն իշխանության համակիրները կամ իշխանության ներկայացուցիչները կարող են ասել, որ մենք չենք առաջինը սկսել, բայց կրկին հա, ասենք, որ իշխանությունը հանձնառություն ունի, նախ իշխանության ձայնը ավելի լսելի է եւ իշխանությունը ամեն դեպքում հանձնառություն ունի ինչ որ նշաձողեր սահմանելու կամ ինչ որ վեկտորներ հասարակության զարգացման սահմանելու եւ երբ օրինակ ինչ որ բլոգեր, որը ունի ենթադրենք 10,000 հետևորդ անպարկեշտ արտահայտություններ է անում, դա ամենևին չի կարելի համեմատել ենթադրենք վարչապետի տիկնոջ հայտարարության հետ, այդտեղ կշիռը եւ նաև վարչապետի կնոջ եւ վարչապետի եւ այլ պաշտոնյաների, հա, նրանց մեջբերունակությունը, չգիտեմ, ինչ բառ կարելի է ընտրել այս պարագայում, այսինքն նրանց ավելի շատ են մեջբերում լրատվամիջոցները, սկսած հանրայինից մինչև մյուսները եւ այդ առումով վերաբերմունքը իշխանության, այդ թվում նաև իրավապահ համակարգի վերաբերմունքի խտրական մոտեցում եմ ես տեսնում, սկսած արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածումից բազմաթիվ դեպքեր գիտենք, որ հայտնի եւ ոչ այդքան հայտնի մարդիկ, պաշտոնյաներ, ուղղակի բլոգերներ, ուրեմն խտրականություն են տարածում, ապա մարդկայնացնում են նույն ստիպված եմ էլի հիշել, հա, Աննա Հակոբյանի անունը, որը չգիտեմ մարդկանց ներողություն եմ խնդրում եթերում վերարտադրելու համար, մարդկանց անվանում է ոչիլներ, չգիտեմ ղզիկներ եւ այլ անպարկեշտ բառերով է բնութագրում, այդ ապա մարդկայնացնող եւ ատելություն սերմանող արտահայտությունները իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում ոչ մի կերպ եւ հակառակը հայտնվում են եւ մարդկանց կալանավորում են կամ քրեական հետապնդման են ենթարկում են դեպքերում, երբ այդ ատելության խոսքը, որը նույն չափով անթույլատրելի է, արտահայտում են, արտաբերում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ։ Իսկ ովքեր պետք է վերահսկեն կամ հետևեն, որպեսզի պատժելի լինի այս ամեն ինչը։ Վերահսկողները չեն վերահսկում, որովհետև նրանք իրավապահ մարմինները անընդհատ ցույց են տալիս, որ գտնվում են գործադիր իշխանության անվերապահ ուրեմն իշխանության եւ հսկողության տակ, մարդու իրավունքների պաշտպանը կարծես թե վերջերս այդպես որոշակի չասեմ անկախության, բայց ինչ որ առանձին կարծիք ունենալու նշաններ է ցույց տալիս, բայց էլի չեմ կարծում, որ դա բավարար է, համենայն դեպս մարդու իրավունքի պաշտպանի հանրային ընկալումը այս պահին այնպիսին է, որ նա չի կարող այդ ոլորտում հավակնել հեղինակավոր խոսքի, չգիտեմ, հասարակությունը հավանաբար պետք է ինքնակազմակերպվի եւ այն մարդիկ, որոնք իրենց հանձնառու են համարում
ուրեմն ազատ խոսքի եւ ժողովրդավարական արժեքների ջատագով են համարում, պետք է ավելի բարձր հնչեցնեն իրենց ձայնը։ Այս ամենը զուտ ներքաղաքական պատերազմներ չեն, ինձ թվում է դուք էլ կհամաձայնեք, հասարակությունն էլ ինչ որ կերպ չոր թևերի է բաժանվում, բևեռացում կա եւ առհասարակ ինչ որ արժեքներ են կասկածի տակ դրվում, ինչի սա կարող է հանգեցնել, ինչով է վտանգավոր։ Մասնավորապես եթե եկեղեցու դեմ հարձակումները հաշվի առնենք։ Տեսեք, երբ այս օրերին ավելի դժվար է դատողություն անել դրա հետ կապված, որովհետև մենք ունենք պաշտոնական տեղեկատվություն զինված պայքարի կամ զինված քաղաքական հեղաշրջում իրականացնելու հետ կապված, թե որքանով են դրանք հավաստի կամ որքանով դրա մասին մենք հետագայում կիմանանք, քիչ չեն եղել դեպքեր, երբ իշխանությունները այս կամ այն երևացող հանրային դեմքին նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնել, դա իր քաղաքական էֆեկտը տվել է, բայց ժամանակը անցել է եւ այդ քրեական հետապնդումը դադարել է փաստերի բացակայության հիմքով, համենայն դեպս այսպես որպես disclaimer, հա, որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ համարել ամեն ինչ ընկալել լինի, ի տարբերություն օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը 16 թվականին հրաժարվում էր Սասնա ծռերի գործողությունները ահաբեկչական ակտ համարել եւ որոշ վերապահումներով, բայց մեծ հաշվով աջակցում էր այդ շարժմանը, այդ տերորիստական գործողությունները, ես անվերապահ կերպով համարում եմ, որ երկրում քաղաքական գործունեության մեջ պետք է բացառվի բռնության որևէ դրսևորում, այդ թվում նաեւ վերբալ բռնության որևէ դրսևորում։ Այդուհանդերձ, հա, վերջին մի քանի ամիսների եւ հատկապես վերջին մի քանի շաբաթների գործողությունները, որոնք ուղղված են եկեղեցու դեմ, դրանք ոչ միայն քաղաքական նպատակահարմարությունից են ելնում, այլ նաև տեղավորվում են վարչապետ Փաշինյանի, ուրեմն առնվազն 2-3 տարի արդեն այդ հռչակված եւ ինչ որ մշակվող իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, որտեղ եւ իմ տպավորությամբ այդտեղ ազգային ինքնության, ուրեմն նոր ինքնություն ձևակերպելու նպատակ ունեն, հա, արդյոք դա կապ ունի, չգիտեմ, նաև տարածաշրջանային քաղաքականության կամ հարևանների հետ հարաբերություններ, դա ակնհայտ է, դա նաև վարչապետը չի, բայց չի թաքցնում, հա, բայց այս հարվածները եկեղեցուն եւ ազգային խորհրդանիշներին իմ համոզմամբ այս գործողությունները եկեղեցու եւ ազգային այլ սիմվոլների կամ պատմույթների դեմ պայքարը ոչ միայն անարդյունավետ է եւ նաեւ բարոյական տեսանկյունից է խոցելի, այլ նաեւ ուղիղ հարված է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, որովհետեւ երբ պետությունը սրա մասին պետք է անընդհատ խոսել, թե թվում է թե ակներև է, հա, երբ ուրեմն ռեպրեսիվ լծակներ ունեցող պաշտոնյան վարչապետը տվյալ դեպքում ինչքան էլ որ նա ասի, որ դա անում է քրիստոնեական, որդիական եկեղեցու հանդեպ սիրուց դրդված, բայց ինքը լինելով պաշտոնյա եւ օգտագործելով նաեւ հատուկ ծառայությունների իրեն հասանելի որոշ տվյալներ պայքար է մղում եւ միջամտում է եկեղեցու դեմ, դա վնասում է ոչ միայն եւ ոչ այնքան եկեղեցուն, որքան Հայաստանի աշխարհիկ պետության ինստիտուտներին եւ հաջորդը լինելու է եւս մեկ այլ ինստիտուտ, եւս մեկ այլ ինստիտուտ եւ տոտալիտարիզմները մեկ օրում չեն զարգանում, հա, Ալեքսանդր Լուկաշենկոն 30 տարվա ընթացքում դարձել է Ալեքսանդր Լուկաշենկո, հա, եւ երբ մարդկանց անվանում են ոչիլներ եւ դրանով ապա մարդկայնացնում են նրանց, ես կարող եմ համեմատությունները ծայրահեղ թվան, բայց Ռուանդայում մարդկանց անվանում էին խավարասերներ, չգիտեմ, երբ չգիտեմ մարդուն ուրեմն Թուրքիայում, Օսմանյան Թուրքիայում հայերին համարում էին
ոչ լիարժեք մարդիկ, հա, որոնք վնաս են պետությանը եւ պետականությանը։ Նույն կերպ այսօր մարդիկ ասում են վեղարավորները վնաս են տալիս մեր պետականությանը եւ այլն եւ այլն։ Այդ ընդհանրացումները երբեք լավ տեղ չեն տարել եւ այդ ընդհանրացումները, որոնք արվում են հանուն ժողովրդավարության կամ արևմտյան արժեքների կամ ինքնիշխանության, ուղղակի ընդամենը արվում են ընտրություններից առաջ կուսակցության դիրքերը ամրապնդելու նպատակով։ Եվ զրույցի վերջում մի քիչ խոսենք քաղաքասարակության ներկայացուցիչների եւ անկախ մեկնաբանների վերաբերմունքի մասին, հիմնականում կամ լռում են մարդիկ, ովքեր որ պետք է խոսեն, կամ էլ հաճախ կրկնում են իշխանական թեզերը, կամ այս ամեն ինչ ավելի լայն պատկերով են տեսնում տարածաշրջանային ինչ-որ գլոբալ քաղաքական համատեքստում են տեսնում, այս լռությունը ինչով է վտանգավոր։ Կրկին ամենևին չցանկանալով հավասարության նշան դնել, հա, երկու թևերի միջև, որովհետև իշխանությունն ունի ավելի շատ ռեսուրսներ եւ հետեւաբար հնարավորություններ, քան ընդդիմությունը, ամեն դեպքում արձանագրենք, որ իրենց անկախ դիրքավորող շատ հանրային գործիչներ ոչ միայն իշխանության դիրքորոշումն են ըստ էության պաշտպանում, այլ նաեւ ընդդիմության դիրքորոշումը պաշտպանող մարդիկ կան, որոնք իրենց դիրքավորում են որպես ենթադրենք իրավապաշտպան, հա։ Ուրեմն իմ ծանոթ հանրային գործիչներից մեկը վերջերս երբ տեղի ունեցավ Նոր-Նորքի թաղապետարանի հայտնի դեպքը, հա, երբ Նոր-Նորքի թաղապետը ուղիղ եթերում հարձակվեց եւ խմբով սկսեցին ծեծել իրեն քննադատող քաղաքացուն, իր հետ այդպես առանձին բանավեճի ժամանակ ասաց, գիտես ինչ, պետք չի կարելի թույլ տալ, որ ոչ ժողովրդավարական ուժերը ժողովրդավարության գործիքներն օգտագործելով գան իշխանության։ Այսինքն ես նրան պատասխանեցի, այսինքն նրանց իշխանության չգալու համար պետք է օգտագործել ոչ ժողովրդավարական գործիքներ, այո, այդ դեպքում դու ինչով ես տարբերվում ոչ ժողովրդավարական ուժերից, հա։ Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են բազմակարծության ջատագով կամ ինչ որ արժեքներ են դավանում, պետք է իրենց համար այդ պատասխանը հստակ տան։ Այո, հասկանալի է, որ կա երկընտրանք, կա դժվարին երկընտրանք, որովհետև կարող է թվալ, որ մի կողմում ուրեմն պահպանողական ուլտրա աջ երբեմն ուժեր են, որոնք ընդհանուր առմամբ ուրեմն մերժում են ժողովրդավարական կառավարման գաղափարը, բայց մյուս կողմում էլ այն ուժերն են, որոնք որ վերցրել են ճանապարհը դեպի հակաժողովրդավարական ուրեմն կառավարումը եւ ամեն դեպքում պետք է իրենց հարց տան, թե որն է ավելի ճիշտ է եւ այդ դիրքորոշմամբ ուր են գնում։ Լավ, այս ամենը ինչ որ կերպ վերահսկելի դարձնել հնարավոր է, թե չէ, որ մարմինները դրա համար պատասխանատվություն կարող են վերցնել։ Ոչ իշխանական, ոչ պետական։ Որքան էլ զարմանալի չթվա, այն պայմաններում, երբ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է եւ այդ թվում նաեւ լրատվամիջոցներն են բավական բևեռացված, այդուհանդերձ լրատվական դաշտում կա որոշակի ավելի բազմազանություն եւ կան լրատվամիջոցներ, որոնք հետևում են որակյալ տեղեկատվություն տրամադրելու, բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու կանոններին եւ որոշակիորեն անկախ են։ Կարծում եմ, որ այդ լրատվամիջոցները կարող են իրենց բազմակողմանի լրագրությամբ եւ նաեւ ուրեմն ատելության, բռնության խոսքը բացառելու եղանակով առնվազն չբազմապատկել են մթնոլորտը, որը որ արտադրվում է քաղաքական գործիչների կողմից։ Շնորհակալ եմ, Հակոբ։ Շնորհակալ եմ։ Ես զրուցում էի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ, տեսություն։